Մենք միսիոլոգիա դասընթացի 4-րդ դասին ենք հասել, 4-րդ դասը վերնագրել եմ այսպես միսիոներության ամփոփ պատմությունը։ Այսօր մի փոքր խոսելու ենք միսիոներության պատմության մասին եւ ուզում եմ սկսել բոլորիս ուշադրությունը կենտրոնացնելով Գաղատացիս 4 գլխի 4 խոսքի վրա, բայց երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդուն ուղարկեց, որը կնոջից ծնվեց եւ օրենքի ներքո եղավ, որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, որպեսզի որդեգրությունն ընդունենք։ Կարևորը այստեղ ուզում եմ ուշադրությունը կենտրոնացնենք, երբ ժամանակի լրումը հասավ։ Այսինքն Աստված գիտի ճիշտ ժամանակը։ Այս արտահայտությունը մեզ սովորեցնում է, որ Աստված գիտի ճիշտ ժամանակը։ Մենք երբեմն ուզում ենք, օրինակ կարանք ասենք, ինչու Քրիստոս եկավ այդ ինչ թվականին, չեկավ դրանից օրինակ 200 տարի առաջ։ Չէ՞ որ ավելի շատ մարդիկ կփրկվեն։ Սա մարդկային տրամաբանությունն է, բայց Աստված գիտի ճիշտ ժամանակները։ Եվ ուզում եմ վստահենք Աստծո խոսքին, որ Քրիստոս եկավ ճիշտ ժամանակին եւ եկեղեցուն իր հանձնարարությունը տվեց ճիշտ ժամանակին։ Եվ ինքը մինչև դա, եթե հիշում եք Տեր Հիսուսի խոսքերը, օրինակ ասում էր, ինչու Մովսեսի ժամանակ, օրինակ ինչու Հիսուսը չեկավ Մովսեսի ժամանակ, ամբողջական ճշմարտությունը փոխանցելու, ասում է, որովհետև այն ժամանակ ժողովուրդը պատրաստ չէր այդ ճշմարտության, այսինքն Աստված պատրաստում էր եւ նաեւ աշխարհն էր պատրաստում քրիստոնեության տարածման համար։ Գործք առաքելոց առաջին գլխում Տեր Հիսուսը տալիս է հանձնարարությունը, առաջին գլուխ 7-8 խոսքերը ընթերցենք, եւ Հիսուսն ասաց նրանց, աշակերտները հարցնում էին, երբ է գալու Իսրայելի թագավորությունը, երբ է վերահաստատվելու, Տերն ասեց, ձեր գործը չէ ժամերն ու ժամանակները իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց, բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Այսինքն աշակերտները ասում էին, երբ է լինելու, ասեց ձեր գործը չի։ Ժամերն ու ժամանակները շատերը ուզում են իմանալ, օրինակ երբ է Հիսուսը վերադառնալու, ձեր գործը չի ժամերն ու ժամանակները իմանալը։ Աստված ամենալավ, ամենաճիշտ ժամանակը գիտի, երբ է վերադառնալու։ Իսկ ո՞րն է մեր գործը։ Մեր գործը Տեր Հիսուսի հանձնարարությունն է։ Քրիստոս քո կյանքում ինչ որ բան արել է, աղոթքդ պատասխանվել է, փրկություն ընդունել ես, իր աշակերտը դարձել ես, իր վկան դարձիր քո Երուսաղեմում, այսինքն այնտեղ որտեղ ապրում ես, քո Հրեաստանում, քո երկրում, շրջակա երկրներում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Սա էր հանձնարարությունը եւ միսիոլոգիա, միսիա, առաքելություն, հենց այս առաքելությունը պետք է ունենա եկեղեցին։ Եվ Քրիստոսին հավատացող յուրաքանչյուր մարդ, որ այդ լույսը, այդ փրկությունը, այդ խաղաղությունը, այդ բժշկությունը, այդ օրհնությունը Տիրոջից ընդունելը, ինքը պիտի դառնա մյուսներին դա փոխանցող մեկը։ Սա պիտի լինի մարդու նպատակը։ Չէ՞ որ Հիսուսն ասեց, սրանով կերևա որ դուք իմ աշակերտներն եք, եթե սեր ունենաք իրար հանդեպ։ Հիմա եթե մեկին սիրում ես, դու գիտես, որ այս աշխարհը գնում է կործանում, այս աշխարհը արագ տեմպերով գնում է դեպի կործանում։ Հիմա մենք էլ գիտենք այդ կործանումից փրկվելու տարբերակը եւ մեր նպատակը դառնում է այդ մարդկանց էլ եթե սիրում ենք, պիտի զգուշացնենք։ Պիտի ապրենք այնպես, որ այս մարդիկ տեսնեն ու հասկանան, որ մեր ապրած կյանքը տեսնեն ու հասկանան, որ կա փրկության ճանապարհ։ Ինչ տեղի ունեցավ։ Աշակերտները սա համբարձման նախորեն չասեմ, որովհետև համբարձման օրն էր, դրանից հետո Տերը համբարձվեց, անմիջապես այս խոսքերից հետո, եւ 10 օր անց Պենտեկոստեն էր, եւ գիտենք, որ այդ օրը աշակերտները սկսեցին այս հանձնարարության ի կատարածումը։ Եվ գիտենք, որ Պետրոսի քարոզությունից
3000 հոգի ապաշխարեց, հետո հալածանք եղավ, հետո բանտարկեցին, հետո գրված ծեծեցին աշակերտներին, ասեցին Հիսուսի անունով մի քարոզեք, որովհետև արդեն ավելի շատ մարդիկ էին սկսում լսել, հետո հիշում ենք հայտնի խոսքերը աշակերտների, որ մենք չենք կարող չխոսել ու չքարոզել այն, ինչ որ Տերն է մեզ հանձնարարել, ինչ որ տեսել ենք ու լսել ենք, մենք չենք կարող չասել ճշմարտությունը։ Սրանք Գործ Առաքելոցում նկարագրված է, հետո սկսեցին, մենք գիտեք եկեղեցով սկսել ենք հույսի տուն ծառայությունը, դեռ միայն Էջմիածնում եւ Գյումրիում եւ շրջակա գյուղերում, երկու քաղաքների, ասեմ արդեն իսկ ունենք արձագանքներ, մեկ արձագանք ունենք Էջմիածնից, մեկ այցելություն եւ այսօր էլ ինձ հիշեցրեք Գյումրի մոտ գյուղ կա եւ այնտեղից էլ մեկ հոգի խնդրելա որ այցելենք, Գործ Առաքելոց 6-րդ գլխում եկեղեցին սկսում է հենց այս ծառայությունը եւ եթե ուշադիր լինեք կարիքավորներին սնունդով ապահովելու մի ընթացք է սկսվում, որը նույնպես ավետարանչության մաս էր կազմում։ Մենք միսիոներության պատմության մեջ մի փոքր առաջ անցնեմ, կհասնենք հիմա արագ գնամ, բայց կհասնենք փուլերով եմ այսպես 400 տարի առանձնացրել եմ իրարից եւ կա մի փուլ 1200-ից 1600 տարիների այդ ընթացքը ահավոր Եվրոպայում ահավոր հիվանդությունների եւ ժանտախտը գիտեք ինչ հիվանդություն է ժանտախտի այո ռուսերեն չումա այդ հիվանդությունն է լինում եւ գիտեք եկեղեցին միակն է լինում շատերը թողում փախնում են տարբեր երկրներ Եվրոպայի 1/3-ը մահանում է Եվրոպայի բնակչության 1/3-ը մահանում է եւ եկեղեցին մնում է, գիտեք, այդ մարդիկ տներով ամբողջ ընտանիքներով մահանում էին եւ երբ որ այդ մահացած մարմինները չէին թաղվում, ավելի շատ էր տարածվում այդ վարակը եւ եկեղեցին ու հավատացյալներն են եղել, որ իրենց կյանքի գնով մնացել են ու հիվանդներին ծառայել են ու մահացածներին թաղել են։ Եվ գիտեք, այսպիսի բարեգործական ծառայությունները, բարեգործական ոչ մեր այսօրվա իմաստով, այլ բարի գործերի ծառայությունները հենց նաև ավետարանչության մաս են կազմել եւ շատերը դարձի են եկել ու հավատացել են տեսնելով այս մարդկանց անձնվեր այդ ընթացքը նվիրումը։ 8-րդ գլխում տեսնում ենք, որ Երուսաղեմում մեծ հալածանք է լինում եւ Երուսաղեմի եկեղեցին ծրվում է ամբողջ Հրեաստանով եւ Հրեաստանից դուրս տարբեր երկրներով մեկ եւ 8-4-ում գրված է որ աշակերտները շրջում էին եւ խոսքն էին ավետարանում այսինքն այստեղ մի կարևոր բան երբ որ Աստված տալիս է հանձնարարություն ու մարդիկ հավատացյալները չեն գնում նույնիսկ Երուսաղեմի եկեղեցուն հանձնարարված էր գնացեք եւ իմ վկաները եղեք Նախ Երուսաղեմում, հետո Հրեաստանում, ամբողջ Հրեաստանում, հետո Սամարիայում, հետո էլ մինչև աշխարհի ծայրերը։ Ինչ եք կարծում, երբ որ Պետրոս առաքյալը գնաց եւ օրինակ աշխարհի ծայրերը պիտի գնային, չէ, աշխարհի ծայրերը չգնաց, գնաց Կորնելիոսի տուն, որ հեթանոս էր։ Գնաց այնտեղ ավետարան քարոզեց, շատ դժկամությամբ գնաց, հիշում եք, Աստված տեսիլքով իրեն ստիպելով ուղարկեց այնտեղ, գնաց այդտեղ հոգու մկրտություն եղավ, մարդիկ լեզուներ խոսացին, հետո էլ ջրով մկրտվեցին բոլոր հավաքվածները եւ երբ որ եկավ Երուսաղեմի եկեղեցու եղբայրներին այսպես տեղեկացնում էր, գիտեք եկեղեցին ուրախ էր, ընթերցեք ու տեսեք, որ եկեղեցին իրեն հալածում էր, ասում էր դու ինչպես ես գնացել հեթանոսի տուն մտել։ Եվ հետո ստիպված եղավ ինքը հոգու մկրտության նշանը որպես հիմնավորում բերել, ասել եթե Աստված իրանց ընդունում է, մենք ով ենք որ չընդունենք։ Ուզում եմ ասել, որ Երուսաղեմի եկեղեցին շատ կարծրացած մոտեցում ուներ եւ կարծես թե չէր ընկալել Տիրոջ հանձնարարությունը մինչև աշխարհի ծայրերը գնալու Տիրոջ հանձնարարությունը եւ Աստված ստիպված եղավ հալածանքի միջոցով իր այդ վառված լույսերը, վառված կրակները ցրել աշխարհով մեկ։
Եվ հետո տեսնում ենք 9-րդ գլխում հիմնական եկեղեցու թշնամիներից մեկը, եկեղեցուն հալածողներից մեկը Սողոս անունով պաշտոնյան դառնում է Պողոս Առաքյալը, ապաշխարում է եւ 10-րդ գլխից արդեն հեթանոսներին ավետարան է քարոզվում եւ 11-րդ գլխում գործ Առաքելոցի տեսնում ենք Անտիոքի եկեղեցու հիմնադրումը եւ Անտիոքի եկեղեցին 12-րդ գլխում արդեն իսկ միսիոներներ է ուղարկում Սուրբ Հոգին ասում առանձնացրեք ինձ համար Պողոսին եւ Բարնաբասին եւ իրանց ես ուղարկում եմ հեթանոսների մեջ որպեսզի իմ լույսը տանեն արդեն տեսնում ենք եկեղեցու մոտեցման փոփոխություն արդեն տեսնում ենք որ կարծես եկեղեցին հասկանում է իր հիմնական դերը եւ իրական միսիոների նկարագիր ենք մենք տեսնում Պողոս Առաքյալի կյանքի ու ծառայության մեջ ուզում եմ երկու հատված ընթերցել մինչեւ պատմությանը անցնելը միսիոներության երկու հատված առաջինը Հռոմեացիս 8-րդ գլխի 35-ից 39 հատվածը ընթերցենք Պողոս Առաքյալի խոսքերն են սրանք գիտենք որ միսիոներությունը կամ բարի լուրը տարածելը ինքը հեշտ գործ չի եւ մեծ ճնշումներ կան եւ Պողոս Առաքյալն ասում է արդ Քրիստոսի սիրուց մեզ ով կբաժանի Հետո թվարկում է իր դժվարությունները, տառապանքը, նեղությունը, հալածանքը, սովը, մերկությունը, վտանգը, սուրը, ինչպես որ գրված է, ամբողջ օրը քեզ համար սպանվում ենք եւ մորթվելու ոչխարի պես համարվեցինք, բայց այս բոլոր բաներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց, որովհետեւ հաստատ գիտեմ, ոչ մահը, ոչ կյանքը Ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս եւ ոչ գալիք բաները, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ էլ ստեղծված մեկ ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։ Նաեւ ընթերցենք 2 Կորինթացիս 11-րդ գլխից 23-ից 33 խոսքերը։ Քրիստոսի սպասավորներ են, խենթությամբ եմ ասում, առավել ես առավել եւս, վաստակով առավել եւս, գանահարությամբ, ասում եմ պտուղներին եթե նայենք, ես ունեմ, ծեծերին եթե նայենք, գանահարությամբ առավել եւս, բանտարկությամբ առավել եւս, մահվան վտանգով բազում անգամ, հրյաներից 5 անգամ 40-ից մեկով պակաս հարված եմ ընդունել, 3 անգամ խարազանվել եմ, 1 անգամ քարկոծվել, 3 անգամ նավաբեկության ենթարկվել, մի գիշեր ու մի ցերեկ ծովի անդունդի մեջ եմ մնացել, բազմաթիվ ճանապարհորդություններ, վտանգներ գետերից, վտանգներ ավազակներից, վտանգներ ազգակիցներից, վտանգներ հեթանոսներից, վտանգներ քաղաքում, վտանգներ անապատում, վտանգներ ծովում, վտանգներ սուտ եղբայրներից, հոգնություն ու աշխատանք, բազմիցս արթուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտի ու մերկության մեջ, մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։ Ով է տկարանում, եւ ես նրա հետ չեմ տկարանում։ Ով է գայթակղվում, որի համար ես չեմ այրվում։ Եթե պարծենալ պետք լինի, իմ տկարությամբ կպարծենամ։ Աստված եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ հավիտյան օրհնյալ է, գիտի, որ սուտ չեմ ասում։ Դամասկոսում Արետաս թագավորի կառավարիչ ինձ ձերբակալելու համար Դամասկոս քաղաքը հսկողության տակ էր պահում, բայց ինձ պատուհանից զամբյուղով պարսպից իջեցրին եւ ես նրա ձեռքից փախա։ Ահա միսիոների կյանքը, ահա դժվարությունները, որ շատ ամփոփ կերպով Պողոս Առաքյալը նկարագրում է։ Եվ մենք, որ այսօր ունենք հավատքը, այսօր ունենք եկեղեցին, այսօր ունենք Աստծո խոսքը, պիտի շնորհակալ լինենք նրա նման եւ նրանից հետո եղող միսիոներներին։ Եվ միսիոներ բառը ես ուզում եմ մենք հասկանանք աստվածաշնչյան իմաստով, որովհետեւ միսիոները մենակ նա չի, ով, չգիտեմ, եկել է արտասահմանից Հայաստանում եկեղեցի բացել, չէ։ Ես միսիոներ ասում եմ առաքելություն ունեցող մարդկանց, ովքեր վերցրել են Քրիստոսի հանձնարարությունը եւ ապրում են բարի լուրը մյուսներին փոխանցելու փափագով, Քրիստոսի վկան լինելու փափագով։ Ահա միսիոլոգիայի իմաստը։
Եվ գիտեք ինչ տեղի ունեցավ, այսպիսի աշակերտների, այսպիսի նվիրյալ հավատացյալների շնորհիվ ընդամենը 230 տարի անց 120 հոգանոց աշակերտական խումբը դարձավ մոտ 20 միլիոն նվիրյալ հավատացյալ։ Դեռ պետական կրոն չդարձած, որտեվ հիմա գալիս են պետական կրոնի ժամանակներին, դեռ պետական կրոն չդարձած ժամանակներ, երբ որ քրիստոնյա լինելը հավասարազոր էր մահվան վտանգին։ Հռոմեական կայսրության ողջ տարածքում եւ նրա տարածքից դուրս շատ վայրերում, շատ երկրներում քրիստոնյաների թիվը հասավ 20 միլիոնի, 20 միլիոնը այն ժամանակվա աշխարհի համար սա բավականին մեծ թիվ էր։ Հաստատ 8 միլիարդ մարդ չէր ապրում այն ժամանակ։ Ինչ է եկեղեցին եւ որն է ճշմարիտ եկեղեցին։ Ծեսերն ու ծիսակատարությունները, երկրպագության խելահեղ դահլիճներն ու զգացմունքային քարոզները, ինչ է եկեղեցին։ Եկեղեցին Քրիստոսի խաչի զոհով փրկագնված մարդիկ են։ Եկեղեցին մարդիկ են, որոնք փրկագնվել են Քրիստոսի խաչի զոհով, որոնք Քրիստոսի շնորհիվ վերականգնվում են խավարի թագավորության հասցրած վնասներից, ամրանում են, հոգևորապես առողջանում են նրա եկեղեցում, նրա հոգու շնորհիվ, զորանում են Սուրբ Հոգով, որպեսզի իրագործեն այն առաքելությունը, որը Տեր Հիսուսը փոխանցեց, մյուսներին բարի լուրը հասցնելու առաքելությունը, մյուսներին աշակերտ դարձնելու առաքելությունը, Սուրբ Հոգով զորացած, ոչ թե սեփական հնարամտությամբ, արեք սա փորձենք, արեք նա փորձենք, մարքեթինգային քայլ անենք, էս անենք, այն անենք, ամեն ինչն էլ կարելի է փորձել, բայց եթե չկա հոգու օծությունը, չի կարող լինել պտուղ։ Եվ այս առաքելությունը գրված է, որ հիշում եք Պետրոս առաքյալին ասես քեզ եմ տալիս բանալիները։ Քեզ եմ տալիս։ Եվ քո վրա եմ կառուցելու այն եկեղեցին, որին դժոխքի դռները չեն կարող հաղթել։ Դժոխքի դռները ամեն անգամ եկեղեցուն հակառակ են գնացել, բայց երբեք չեն կարողացել հաղթել եկեղեցուն։ Հիմա մենք կասենք, շատ անգամ ծանրագույն հալածանքներ են եկել, շատ անգամ կոտորածներ են եղել։ Գիտեք, մի քիչ էլի առաջ եմ անցնում, փուլեր կա, այդ 400 փուլերից մեկը նայա, որ բարբարոսները, եվրոպական բարբարոսական ցեղերը, գերմանական, ֆրանսիական, այն ժամանակ ֆրանսիական չեն եղել, այդ Գալիայա կոչվել, գոթերը, շատ ցեղատեսակներ կան, որ լսած կլինեք վանդալները, իրենց դաժանությամբ, չէ, իրանք երբ որ գրավել են Հռոմը, իրենք արդեն իսկ կիսա քրիստոնեացած էին, որովհետև այսօրվա վկաների մոլորության նման մոլորություն կար արիոսականները, երբ որ քրիստոնեությունը պետական կրոն դարձավ հռոմեական կայսրության մեջ, դուրս մղվեցին կայսրությունից բոլոր այդ շեղված ուղղությունները եւ նրանք գնացին այս ցեղերին ավետարանեցին։ Երբ որ իրանք եկան արդեն, որ գրավեցին, իրենք եկեղեցիների ու քրիստոնեության հանդեպ ակնածանք ունեին։ Եվ իրանք տենց չավիրեցին Հռոմը։ Այո, գրավեցին, այո, ստրուկներ տարան, ոնց որ ասում եմ, հիշեք, որ ասեցի Երուսաղեմ, երբ որ չեն գնում, երբ որ եկեղեցին չի շարունակում միսիոներության գործը, երբ որ չի մտածում մյուս ազգերի ապաշխարության մասին, Աստված իր գործը անել գիտի։ Եվ եկան ու այդ գերիներին, որ տարան, այդ գերիներից ոմանք դարձան իշխանների կանայք, ոմանք դարձան ծառաները, ոմանք դարձան մանավանդ քրիստոնյաները, շատ հավատարիմ աշխատողներ էին, շատ բարեխիղճ գործ կատարողներ էին, եւ իրանք մեծ վստահության էին արժանանում, մոտավորապես ինչպես Հովսեփը Պետափրեսի տանը, որ այդ եգիպտացի իշխանավորը սկսեց նրան վստահել իր ամբողջ տունը։ Այդպես քրիստոնյաները ճիշտ
բարեխիղճ գործ անողներ էին, որովհետև ավետարանը սովորացնում է, եթե մի գործ անում եք, հիմիկվա վարպետներին ու աշխատակիցներին ասեմ, գրված է, եթե մի գործ անում եք, այնպես արեք, ասես ձեր տնօրենը, ձեր գործատուն Քրիստոսն է։ Եվ այս խոսքը իրան գիտեին, եւ այդպես բարեխիղճ աշխատում էին ու հարգանքի էին արժանացել եւ շատ կարճ ժամանակահատվածում ամբողջ այդ եվրոպական հեթանոսական միջավայրը դարձավ քրիստոնեական։ Սա առաջին 400 տարում։ Գիտեք, ամեն բան սկսվեց Պողոս առաքյալի այս մոտեցումից, որ երբ որ քրիստոնեություն ես տարածում, երբ որ գնացիր մեկ այլ մշակույթի ինչ որ մեկին խոսեցիր, մի փորձիր իրան դարձնես քո նման, մարմնավոր իմաստով։ Այսինքն Պողոս առաքյալը ասում էր, լսեք, հեթանոսներին մի ստիպեք, որ թլպատվեն։ Հեթանոսներին մի ստիպեք հրեական հագուստներ հագնեն, հրեական տոները, ժամանակացույցը պահեն, մի ստիպեք, եւ մենք տեսնում ենք սա ավետարանում։ Եվ հաջողություն եղավ։ Ես այսօր տեսնում եմ միսիոներների, իհարկե Հայաստանից դուրս լավ ասեմ, տեսել եմ միսիոներներ, կորեացի միսիոներներ գնում են X երկիր, որտեղ ես այցելել էի, մտնում ես իրենց հիմնած եկեղեցին, այդ ազգի ներկայացուցիչ հովիվը հագածա կորեական հագուստներ։ Ինչու՞։ Աղոթքը, կորեացիները աղոթելու առանձնահատուկ ձև ունեն։ Կորեական քրիստոնեությունը հրաշալի է։ Ամենաբարձր կոկորթալի, այսպես ձևով 3 անգամ բացականչում են Հիսուս անունը աղոթքի սկզբում, որ դու միամիտ նստած լինես, վեր կթռնես հաստատ։ Այս իրանց ձևն է։ Եվ երբ որ տեսնում եմ ուրիշ երկրում կորեացի միսիոներները գնացել են, ասենք մուսուլմանությունից դարձի եկած եկեղեցի է, բայց կորեական հանդերձով ու կորեական ձևով այդ ազգի ներկայացուցիչ հովիվը սկսում աղոթել, ես մտածում եմ ինչու։ Անգամ ասեցի ինչու ձեր երկերի նման չեք երգում երկերը։ Վերցրել եք այս երկրի երկերը, այն երկրի երկերը։ Պողոս առաքյալի հաջողությունը սրա մեջ էր, որ ինքը ասում էր քո ազգը չպիտի փոխվի, քո մշակույթը չպիտի փոխվի, քո սիրտը պիտի փոխվի։ Դու կարող ես լինել հայ քրիստոնյա, կարող ես լինել հնդիկ քրիստոնյա, կարող ես լինել արաբ քրիստոնյա, պարսիկ քրիստոնյա, չգիտեմ, ֆրանսիացի քրիստոնյա ու վիկինգ քրիստոնյա, հասանք վիկինգներին։ Եվ իրականում այս խոսքը որ սկսեցի նրա համար էր, որ երբ որ վիկինգները գրավեցին արդեն որ թվականներ, մի քիչ իմ գրածներից առաջ եմ անցնում, լավ հերթով կգամ, բայց երբ որ վիկինգները գրավեցին, վիկինգները չէին խնայում ոչ մեկին, կոտորում էին եւ այրում էին քրիստոնեական գրականությունը։ Եվ ուղղակի մինչև դա այնքան շատ օրինակներ էին բազմացրել Աստվածաշնչի եւ ուսուցումների, որ ինչքան շատ այրում էին, մեկը մնում էր։ Երբ որ վիկինգները դարձան քրիստոնյա նույն ձևով, երբ որ իրենք ստրուկներ տարան եւ ստրուկները սկսեցին իրենց համար աղոթել։ Եվ Աստված միշտ նշաններով ու հրաշքներով հաստատում էր միսիոներների գործունեությունը։ Ավելի շատ հրաշքներ մեր եկեղեցու անդամները կվկայեն, ավելի շատ հրաշքներ տեղի ունենում, երբ որ դու այցելում ես ու աղոթք ես անում հիվանդի համար, քան թե որ գալիս է եկեղեցու իր համար աղոթք ես անում։ Երբ որ այս մարդիկ ստրուկը եկել է, հիվանդ է, իր տերը իրան այնվաղ ստրուկ ու տեր էր։ Եվ այդ ստրուկի տերը հիվանդ է, ստրուկը գնում է ասում է, կարամ իմ Աստծուն խնդրեմ, որ քեզ բժշկի։ Ասում է, դե լավ, հիմա հիվանդին ինչ է պետք։ Ասում է, ում կուզես խնդրի, մենակ բժշկվեմ։ Գնացել եմ իմ այս սուտ աստվածների մոտ, սուտ ես եմ ասում, էլի։ Իրանք չեն կարողացել ոչ մի բան անեն։ Ես մեռնում եմ, մեկ էլ աղոթում է ու բժշկվում է, ինչ եք կարծում այդ մարդը ինչ էր անում։ Եվ ամբողջ Սկանդինավիան, Անգլիան, Իռլանդիան, Շոտլանդիան, երբ որ Եվրոպայի քրիստոնեությունը չգնաց միսիոներության, Աստված նույն կերպով քրիստոնեությունը տարածեց ստրուկների միջոցով, նվաճված ժողովուրդների միջոցով։ Ահա միսիոներության պատմությունը, սիրելիներ։
Կար ժամանակ, որ եկեղեցին միսիոներներ էր ուղարկում եւ Աստված գործում էր նրա հետ։ Եվ եղել են ժամանակներ, որ եկեղեցին ավելի շատ կենտրոնացել է իր վրա եւ Աստված հալածանք ա բերել, ինչպես Երուսաղեմում, որպիսի իր այդ կրակները Սուրբ Հոգու կրակով բռնկված մարդիկ ցրվեն աշխարհով մեկ։ Եվ մենք ունենք այսօր այն, ինչը ունենք, որովհետև միլիարդավոր մարդիկ այսօր ճանաչում են Քրիստոսին, բայց միլիարդավորներ էլ կան, որ Քրիստոսի անունը չեն լսել։ Դուք կզարմանաք, բայց մոտավորապես մարդկության 1/3-ը այդ անունը չի լսել։ Եվ մենք որպես եկեղեցի մեծ գործ ունենք անելու։ Երբ որ ասեցի Աստված գիտի ճիշտ ժամանակը, տեսեք, ամբողջ հռոմեական կայսրությունը պատրաստ էր։ Ճանապարհները հիանալի ճանապարհներ էին կառուցել եւ տեղաշարժվելը շատ հեշտ էր եւ ապահով հռոմեական կայսրության մեջ։ Լեզուն ամբողջ կայսրությունը մեկ լեզու էր խոսում, միջազգային լեզու կար։ Տարբեր ժողովուրդներ հավաքվել էին, բայց բոլորը խոսում էին հունարեն։ Հրեական ժողովարանները ծրված էին ամբողջ կայսրությունով մեկ։ Երբ որ գնում էին, օրինակ Պողոս առաքյալը գնում էր, առաջինը ուր էր գնում։ Առաջինը գնում էր ժողովարան։ Հրեաներին տեղի լեզուն իմացող մարդկանցից, երբ որ ապաշխարողներ էին լինում, ավելի հեշտ էր եկեղեցին հիմնվում էր եւ ավելի հեշտ էր մյուսներին ավետարանելը։ Եվ ճիշտ ժամանակն էր։ Եվ հետագայում նաեւ եկեղեցիները եւ Սուրբ Հոգով լցված մարդիկ արդեն սկսում էին տարածել խոսքը։ Հավատքի էին գալիս նաև այլ լեզուների, այլ ժողովուրդների պատկանող մարդիկ, որովհետև հռոմեական կայսրությունը առևտրային խիստ կապեր ուներ մյուս հեթանոս ժողովուրդների հետ, բարբարոս ազգերի հետ, դա կլինի աֆրիկական ազգերը, դա կլինի Եվրոպայի ազգերը, դա կլինի արևելքի ազգերը, եւ այս մարդկանց միջոցով գալիս էին, այդտեղ ապրում էին, ապաշխարում էին, եկեղեցու անդամ էին դառնում, հետո սերը իրենց ժողովուրդների նկատմամբ, իրենց մղում էր, որ գնան իրենց երկրներ Քրիստոսի լույսը տարածելու խավարի մեջ նստողներին։ Եվ Հայաստանը բացառություն չի եղել այդ հարցում։ Բայց քրիստոնեության արդեն 300 թվականից հետո, գիտեք, 301-ին Հայաստանը ընդունեց որպես պետական կրոն, հետո Հռոմը, հետո այդպես, երբ որ պետական կրոն եղավ, ի հայտ եկան շատ կեղծ քրիստոնյաներ, որովհետև քրիստոնյա լինելը արդեն առաջ խորհրդային միության ժամանակ հիշում եք, քանի դեռ դու պարտիական չէիր, այսինքն կոմունիստական կուսակցության անդամ չէիր, դու բարձր պաշտոն չէիր կարող զբաղեցնել։ Այդպես քրիստոնեությունը պետական կրոն ընդունելուց հետո դարձավ մի բան, եթե քրիստոնյա չես, դու չես կարող բարձր պաշտոն զբաղեցնել, եւ շատերը քրիստոնյա էին դառնում ոչ թե Քրիստոսի հանդեպ հավատքից, այլ որովհետև իրենք շանս չունեին չընդունելու քրիստոնեություն։ Եվ սա արդեն 300-ից մինչև 400 թվականները տարավ կայսրությունը դեպի լճացում։ Եվ տեղի ունեցավ 400 թվականից հետո, առաջին 400 տարին եղավ վերելք ու անկում։ Եվ տեղի ունեցավ արդեն բարբարոսների ներխուժումը, գերմանական, ֆրանսիական այդ տարածքներում բնակվող ցեղերի ներխուժումը Հռոմ, եւ հետո նրանք հաջորդ 400 տարվա մեջ դարձան քրիստոնեական պետություններ։ Արդեն 800-ական թվականներին մի նոր Կարլոս Մեծ թագավորն է լինում, ինքը ֆրանսիական թագավոր է կոչվում, բայց ամբողջ Եվրոպան, գրեթե ամբողջ Եվրոպան իր տիրապետության տակ է լինում, ինքը իրան կոչում են Եվրոպայի հայր, եւ ինքը մեծ զարգ է տալիս, ասում են երկրորդ Կոստանդինոս, կայսրի առումով ասում են իրան, ու ինքը մեծ զարգ է տալիս կրթությանը, քրիստոնեության տարածմանը, նույն ինչպես որ հռոմեական կայսրությունն էր շատ հարմար քրիստոնեության տարածման համար, այնպես ինքը ամբողջ Եվրոպան խաղաղության մեջ է պահում
եւ նաեւ միսիոներներ ա ուղարկում տարբեր երկրներ, ասենք Անգլիա, որ այն ժամանակ հեթանոսական էր։ 800-ից 1200 թվականներին արդեն վիկինգների ասպատակություններն են, ինչի մասին խոսեցի, դաժանություն, եկեղեցիների ավերում, ստրկավաճառություն, գրավում են Իռլանդիան, Անգլիան, Եվրոպայի հյուսիսային մասը եւ ստրուկներ են տանում, շատ ստրուկներ են տանում եւ տանում են հավատացյալ ստրուկներ։ Արդեն պատկերացնում եք ինչ ա լինում հաջորդ 400 տարիների ընթացքում Սկանդինավիան նույնպես դառնում է քրիստոնեական։ 1200-ից 1600 թվականները վիկինգների ազդեցության ընդլայնումն ասա եւ նաեւ խաչակրած արշավանքների ժամանակաշրջանը ճիշտ Պողոս Առաքյալի հակառակը։ Եթե Պողոս Առաքյալը ասում էր տարածենք քրիստոնեությունը, պետք չի մարդիկ դառնան մեր նման, պետքա դառնան Քրիստոսի նման, ոչ թե ընդունեն մեր մշակույթը, հա, ասենք ոնց որ հիմա մեկը գա հայկական եկեղեցի, ասի ես ուզում եմ ապաշխարեմ, ասենք մի հատ պարսիկ գալիս է հայկական եկեղեցի, դու իրան մկրտում ես որպես հայ, ասում ես դու սրանից հետո հայ ես, ոչ, դու քրիստոնյա ես, այս ինչ ձեն եկավ, խնդրեմ կարգավորեք, եւ խաչակրած արշավանքը հենց այս սխալը ունեցավ, որովհետեւ զենքի ուժով իրանք փորձում էին քրիստոնեությունը, մենք գնում ենք Երուսաղեմը ազատելու։ Հիսուս երբեք չի ասել կոտորեք, սպանեք, որ մարդիկ դառնան քրիստոնյա կամ ազատեք երկիրը։ Մեր զենքը սերն է, մեր զենքը խոսքն է, մեր զենքը մարդուն չի սպանում, մեր զենքը մարդուն կյանք է տալիս։ Բայց խաչակրած արշավանքների հետևանքները շատ ահավոր էին, որովհետև 100 տարի այո ազատագրեցին մոտ 100 տարի Երուսաղեմը իրենց տիրապետության տակ էր, հետո ստիպված հետ քաշվեցին ու ամբողջ արևելյան քրիստոնեությունը, որ արդեն ինչ ասեմ, մարդիկ քրիստոնյաներին սկսել էին ատել։ Վերջերս ես Կանադայում էի եւ Կանադայում շատ տարածված է Քվեբեք այդ նահանգը երևի գիտեք, այնտեղ կաթոլիկները եկել են, ամբողջ իշխանությունը իրանց նա եղել եւ ուժով ու այսպես հալածանքներով, օրենքի ուժով մարդկանց պարտադրել են, որպեսզի քրիստոնեական սկզբունքներով ապրեն եւ շատ դաժանություններ են տեղի ունեցել, մարդիկ ատում էին քրիստոնեությունը։ Ես գնացի այդ հետքերը դա եղել է մի քանի 100 տարի առաջ։ Բայց մինչև հիմա այդ հետքերը մնացել են եւ այնտեղ անգամ թանգարաններ կա, թե ինչ վայրագություններ են արել կաթոլիկ քահանաները, որոնց ձեռքում է եղել պետական իշխանությունը։ Նույնը խաչակրած արշավանքների ժամանակ։ Եվ երբ որ այդ ատելությունը մնաց, իրանք էլ հետ քաշվեցին, էլ զորք չկար, եկավ Օսմանյան կայսրությունը, պատկերացրեք ինչ եղավ։ Եվ այո, եկեղեցին միայն այսպես հերոսական ընթացք չի ունեցել, նաև սխալներ ա ունեցել, երբ որ եկեղեցին հեռանում է Քրիստոսի վարդապետությունից, երբ որ Քրիստոսի հանձնարարության փոխարեն գալիս է մարդկային տրամաբանությունը, երբ որ քարոզվում է, որ մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ է, սրանք մեր թշնամիներն են, այս ժողովուրդը մեր թշնամին է, այս ազգը մեր թշնամին է, այս մարդիկ մեր թշնամիներն են, պիտի իրանց սպանենք, որ ազատենք մեր հավատքը, Աստվածաշունչը դες բան չի սովորացնում, ասում է մեր թշնամին մարմին ու արյուն չունի, իրանք Քրիստոսի կարիք ունեցող մարդիկ են։ Եվ եթե ուզում ես այդ վատ միջավայրը փոխես, գնա ու Պողոս Առաքյալի պես մտի հեթանոսների մեջ եւ Քրիստոսի լույսը տարածի։ Եվ ահա 1200-ից մինչև 1600 թվականները այս դժվար ժամանակներն են, որ նաև այդ ժանտախտի ժամանակներն են լինում, որ եկեղեցին փայլում է ուղակի, ճշմարիտ եկեղեցին փայլում է իր սիրո, հոգատարության եւ անznազող կյանք դնելու վերաբերմունքով։ Այն անհույս հիվանդների համար վարակիչ, ժանտախտի պես վարակիչ հիվանդություն, մենք չենք կարող, մարդը գիտի, գնում է այս մեկին օգնելու, ինքը մեռնելու է։ Եվ գնում էին, օգնում էին ու իրենք էլ մեռնում էին։ Եվ սա եկեղեցու
ամենախայտառակ եւ ամենալուսավոր ժամանակների համատեղումն էր, որտեղ նաեւ եղան մի շարք հրաշալի գյուտեր, օրինակ տպագրության գյուտը եղավ այդ ժամանակ եւ սկսեցին Աստվածաշնչեր տպագրվել, Աստվածաշունչը հասանելի դարձավ տարբեր լեզուներով ժողովուրդներ, մենք հայկական գիտենք, մենք շատ առաջ ենք ունեցել Աստվածաշունչը եւ նաեւ միսիոներական գործունեություն ենք շատ ավելի վաղ ժամանակներում դեպի Եվրոպա հիմա ես անձամբ հանդիպել եմ Կիևում հայկական գրառումների, որ քահանաներ են եղել, որ հասել են այնտեղ, Քյոլնում կա, Գերմանիայում գրառումներ, այսօր պատրաստվելիս նյութ էի կարդում, որ Իսլանդիա մինչև հասել են հայ միսիոներները, անհերքելի փաստեր կան Մեսրոպ Մաշտոցի միսիոներական գործունեության մասին, որ գնացել է տարբեր միսիոներական ճամփորդություններ են ունեցել, բայց Մովսես Կաղանկատվացի պատմություն աղվանած աշխարհի գրքի մեջ նշում է, որ Մեսրոպ Մաշտոցը ներողություն թիմեր է հավաքել եւ գնացել է հյուսիսային Կովկասի հեթանոց ժողովուրդներին քրիստոնեություն տարածելու եւ իր աշակերտներից իրենից 200 տարի անց, ինչպես որ Գրիգոր Լուսավորիչն է եկել ու քրիստոնեություն բերել Հայաստան, այնպես պատմական փաստեր կան, որ թուրքերի ոնց որ նախահայրերից խազարական թագավորություն է եղել այսօրվա Դաղստանի տարածքում եւ 100 տարի Դաղստանի այդ թագավորությունը քրիստոնեական է եղել Մեսրոպ Մաշտոցի աշակերտների ավետարանչության շնորհիվ նույն բժշկության պատմությունը, երբ որ թագավորը բժշկվում է ծանր հիվանդությունից եւ դարձի է գալիս ու ամբողջ թագավորությունը դառնում է, բայց ընդամենը 100 տարի է տևել այդ քրիստոնեական պետության կյանքը եւ հետո կործանվել է խազարական թագավորությունը։ Այսինքն մեր մեջ սիրելիներ հայ եկեղեցու մեջ կա քրիստոնեական այս միսիոներության գենը եւ մենք պիտի մեր մեջ արթնացնենք, շատ չկենտրոնանանք ինքներս մեզ վրա, այլ վերցնենք հանձնարարությունը։ Այդ ժամանակներում էր, որ տեղի ունեցավ ռեֆորմացիան, արդեն 1600 թվականներից առաջ, մինչև Մարտին Լյութերը շատ ռեֆորմատորական շարժումներ կային, Յան Հուսի մասին, որին այրեցին, չգիտեմ, Մորավյան եղբայրության մասին լսած կլինեք, ես հույս ունեմ, որ եկեղեցու պատմության առանձին դասընթաց կունենանք, մենք որ կծանոթանանք այս ամենին, բայց սա մղեց նաև կաթոլիկների ազդեցությունը Եվրոպայում թուլացավ եւ կաթոլիկները սկսեցին մտածել աշխարհի մյուս հատվածներ միսիոներներ ուղարկելու մասին եւ Չինաստան, Ճապոնիա, տարբեր երկրներ, Ֆիլիպիններ իրենք սկսեցին միսիոներներ ուղարկել եւ նվիրյալ միսիոներներ, որոնք գնացին ու քրիստոնեական հավատքը տարածեցին այնտեղ։ 1600-ից 2000 թվականներին արդեն բողոքական շարժումը եւ կաթոլիկ շարժումը միասին, ոչ թե իրար հետ համագործակցելով, այլ իրար զուգահեռ կարծես ինչ որ իմաստով նաեւ իրար հետ մրցակցելով, բայց միսիոներության դաշտում շատ ակտիվացան եւ մենք գիտենք վերջին 100 տարիների ընթացքում մեծ աճ ա եղել քրիստոնեության, շատ մեծ աճ եւ հիմնականում այդ աճը եղել է Աֆրիկա մայրցամաքում, աննախադեպ աճ։ Քանի որ իմ ժամանակը լրացավ, ես ուզում եմ ընթերցել Մատթեոս ավետարան 24-րդ գլխի 14-րդ խոսքը, իսկ հաջորդ դասին ավելի շատ կենտրոնանանք ժամանակակից միսիոներության, այսինքն հասանք մինչև մեր օրերը, շատ ամփոփ կերպով կանդրադառնանք ժամանակակից միսիոներության խնդիրներին, մոտեցումներին եւ հնարավորություններին։ Իսկ հիմա ընթերցենք Մատթեոս ավետարան 24-րդ գլխի 14-րդ խոսքը եւ կանգնենք աղոթքի։ Տեր Հիսուսի խոսքերն են սրանք։ Եվ արքայության այս ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով, որպես վկայություն բոլոր հեթանոսներին, եւ այդ ժամանակ գալու է վերջը։ Այդ ժամանակ գալու է Տերը, վերադառնալու է, երբ որ ավետարանը ամբողջ աշխարհով քարոզվի։ Եթե մենք նրան սիրում ենք, եթե մենք ընդունել ենք նրա հանձնարարությունը, մենք պիտի նվիրվենք այս գործին, որովհետեւ ես ուզում եմ րոպե առաջ տեսնել իմ Փրկչի վերադարձը։ Եթե Տերը
կամենա եւ իմ կյանքի ընթացքում դա լինի, բայց ես ուզում եմ դա եւ ես նվիրվել եմ այս գործին եւ ձեզ էլ առաջարկում եմ նվիրվել այս գործին։ Եկեք աղոթենք։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք քո խոսքի համար, շնորհակալ ենք քո հանձնարարության համար եւ այն մեծ պատվի ու վստահության համար, որ դու ունես մեր հանդեպ։ Քո հոգին թող խոսի ամեն այս դասը լսողի սրտին, Տեր, եւ իրապես մեր պարգևները տարբեր են, մեր կանչվածությունները տարբեր են, բայց մենք մեկ մարմին ենք, որ պետք է ընդունի քո հանձնարարությունը եւ ապրի քո հանձնարարությունը այս երկրի վրա իրագործելու նպատակով եւ խոսիր մեր սրտերին, Տեր, թե ամեն մեկս ինչով կարող ենք նպաստել ավետարանի տարածմանը, քո արքայության սահմանների ընդլայնմանը եւ ազգերին աշակերտ դարձնելու գործին։ Դու խոսիր մեր սրտերին, խնդրում ենք, Տեր, եւ թող ամեն մեկը իր աղոթքի մեջ խնդրի քեզ եւ քո հոգին առաջնորդի յուրաքանչյուրիս քո նախանշած ճանապարհով։ Զորացրում ես, դուր քո հոգու իմաստությունը եւ դուր հոգուտ պարգևները, որ մեր խոսքերը չլինեն միայն մարդկային իմաստության խոսքեր, այլ լինեն հոգու զորությամբ հաստատված զորավոր խոսքեր, որ մարդկանց կյանքեր կփոխվեն եւ շատերը խավարից կտեղափոխվեն դեպի լույսը, սատանայի իշխանությունից դեպի Քրիստոսի արքայությունը։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։